Խոչարյանի հարստության և կապիտալի ծագման քննարկումը։ Այս տեսանյութը ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցի մի հատված, որտեղ քննարկվում է նախկին նախագահի և նրա ընտանիքի ունեցվածքի ծագմանաբանությունը։ Լրագրողը հնչեցնում է հանրային մտահոգություններն այն մասին, թե ինչպես է նախագահի որդին դարձել միլիոնատեր մի երկրում, որն ունի աղքատության բարձր մակարդակ։ Ի պատասխան, Քոչարյանը հերքում է կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքները, պնդելով, որ իրենց բոլոր եկամուտներն ունեն օրինական հիմնավորումներ և հաստատված են փաստաթղթերով։ Նա նաև շեշտում է, որ իր որդու հաջողությունը բիզնեսում պայմանավորված է ձեռներեցությամբ, այլ ոչ թե պաշտոնական դիրքի չարաշահումամբ։ Քոչարյանը հրապարակված ահռելի թվերը որակում է որպես քարոզչական սուտ և նշում, որ վերջնական գնահատականը պետք է տա դատարանը։ Զրույցն արտացոլում է բարոյական և իրավական հակասություն իշխանական լծակների և անձնական հարստացման միջև։ Հիմա ձեզ որտեղից դուք եկաք նախագահ, դուք միլիոնատեր չէիք, պարոն Քոչարյան, երբ որ ավարտեցիք եւ դուք արդեն միլիոնատեր եք, ձեր տղան միլիոնատեր է։ Ձեզ որտեղից այդ գումարները։ Ես ավարտելուց հետո աշխատել եմ մի ընկերությունում, որտեղ իսկապես աշխատել են միլիոնավոր դոլարներ։ Իսկ դրանից առաջ, երբ որ դուք նախագահ եք։ Դրանից առաջ իմ տղան 2001 թվականից զբաղվել է բիզնեսով։ Եվ դարձել է միլիոնատեր։ Իսկ ձեր սիրած Նարեկ Նալբանդյանը այսօրվա իշխանության սրտի օլիգարխ։ Ինքը, եթե չեմ սխալվում, իր հարցազրույցում ասել է, որ բիզնեսով սկսել է զբաղվել 13 թվականից։ Եվ այսօր միլիոնատեր է։ Այդ ոնց է ստացվում, որ մեկը կարող է հասնել հաջողության, մյուսը չի կարող հասնել հաջողության։ Ասեմ, տարբերությունը որն է։ Նա նախագահ չի եղել։ Եվ նրա որդին միլիոնատեր չի դարձել։ Դա մեծ տարբերություն է, որովհետև պարոն Քոչարյան, երբ որ երկիրը նախագահի որդին չի կարող տաղանդավոր բիզնեսմեն լինել։ Իհարկե կարող է, բայց ձեր մեջ թեթև կասկածներ չկան, որ դուք չլինեիք նախագահ, նա միլիոնատեր չէր լինի։ Շատ պարզ բան ասեմ, այդ վարույթը այսօր դատարանում է։ Մենք ամեն մի ցենտի համար ունենք հիմնավորված փաստաթղթեր։ Ամեն մի ցենտի համար։ Այնց հետաքրքիր նախնական կապիտալը, որովհետև միլիոն աշխատելը հեշտ չի, պարոն Քոչարյան, համաձայնվեք։ Ոնց է ձեր 20-21 տարեկան տղան միլիոնատեր դարձել։ Այդ դուք չեք լսում։ Հաջողության պատմությունը։ Մեր ամբողջ այդ վարույթը իմիջիալից։ Ես հավատում եմ ձեզ։ Հավատում եք։ Այո, բայց մենք ասենք ամբողջը մենք հիմնավորված փաստաթղթերով ներկայացնելու ենք։ Ամբողջը միջև վերջի ցենտը։ Շատ դուք դա նորմալ եք, բայց համարում։ Ինչը։ Երբ որ նախագահի տղան աղքատ երկրում դառնում է միլիոնատեր, դա նորմալ է։ Եվ հարցի բարոյական կողմն էլ կա, չէ։ Երբ որ թոշակները 3-4 հազար։ Եթե մարդ բարիք է ստեղծում, աշխատատեղեր է ստեղծում, եթե մարդ տվյալ երկրի զարգացման համար պոտենցիալ է ստեղծում, դա նորմալ չի։ Ես դուք համայնավար բան եք։ Չէ, ես բացարձակ համայնավար չեմ, բայց լավ։ Բայց ձեր ասածը համայնավարություն է։ Դա համայնավարություն է։ Այն ինչ որ ասում եք։ Իսկ գուցե դա կոռուպցիա է։ Գուցե դա իշխանական դիրքի չարաշահում։ Կոռուպցիա կա թե չկա, կոնկրետ մեր պարագայում պետք է որոշի դատարանը։ Ճիշտ է։ Ընդունում եք, որ դուք չի պետք է այդ գնահատականը տալ։ Հիմա մենք այդ ամենի համար ունենք հիմնավոր 100%-անոց հիմնավոր փաստաթղթեր։ Եվ այն ուռճացած թվերը 200 միլիոն եւ բացարձակապես սուտ է։ Ամբողջ պահանջը 22-23 միլիարդ դրամի մասին է, բաժանած 4 ընտանիքի։ Ամբողջ։ Ուրեմն եթե դու, ասենց ասեմ, եթե դու հիմնավորում ես սա, այն ամբողջը դառնում է հիմնավորված, որովհետեւ մոտեցումը այդ օրենքը ինքը շատ կասկածելի օրենք է, որը նաև համահունչ չի եվրոպական դատարանի նախադեպային որոշմանը։ Դրա համար ես ձեզ օրենքից չի հարցնում, ես ձեզ կապիտալից թվերից էի հարցնում։ Գնանք առաջ։ Այդ թվերը ուռճացրած քարոզչական թվեր են։ Քարոզչական թվեր են։ Այո, քարոզչական թվեր են։ Շատ լավ, գնանք առաջ, պարոն Քոչարյան։